գանք 1.5 միլիոն մարդով ընդունենք։ Պարոն Կարապետյան, բայց իշխանության ներկայացուցիչները հակադարձում էին նշելով, որ ասում եք Ալիևյան սահմանադրություն, բայց սահմանադրության փոփոխության վերաբերյալ շատ ավելի վաղ են խոսել, քան այդ պատերազմից առաջ։ Դա ավելի մտահոգիչ էր։ Դա ավելի մտահոգիչ է։ Ինչով է մտահոգիչ։ Որովհետև դրա արդիականությունը քաղաքական եղավ պատերազմից հետո։ Պատերազմից առաջ այդ մասին խոսելը մտահոգությունները Պարոն Կարապետյան, տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մտադիր է այդ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու եւ ձեզ պարտադրելու, այսպես ասած, համոզելու համար իր աջակիցներին հավաքել ազգային ժողովի դռների մոտ, ինչպես դա արեցին եկեղեցու դեպքում, երբ որ արշավանքներ այսպես իրականացրեցին շրջիկ խմբերով եւ ցույց տան, որ ասեն, հասարակությունը, ժողովուրդը ուզում է, մենք ստիպված ենք լսել ժողովրդի ձայնին, ձայն հանրության, ձայն բազմած, ձայն Աստծո, մոտարապես այս սկզբունքով, այս ձևով կարող են ձեր վրա ճնշում գործադրել եւ դուք ստիպված այդ օրակարգը սպասարկեք։ Ժամանակին Ուկրաինայում կար մի հատ ժողովրդավարության տարբերակ, ուկրաինական 300 տարի առաջ Սեչան ուներ ժողովրդավարության տարբերակ, հավաքվում էին երկու կողմը, ով բարձր գոռում էր, ընտրվում էր այդ կողմը։ Չեմ կարծում, որ 21-րդ դարում քաղաքական որոշումները պետք է կայացվեն 50 հասարակության բաժանման ժամանակ ժողովրդի կողմից ընտրված ընդդիմության վրա այդպիսի ճնշումով չի լինելու, որովհետև մենք էլ ստացել ենք մանդատը մեր ժողովրդի այն մասից, ովքեր տեսնում են, որ դեմ են Ալիևի բերած սահմանադրությանը։ Եթե ավելի շատ ձայն իրենք կարողանան ավելի շատ քաղաքացիների կողմ քվեներ ունենալ, քան դուք ստացել եք ընտրություններում, այսինքն ժողովրդի ձայնը ավելի Տեսեք, մենք մեր հասարակությունը մեզ գործուղել է այստեղ, մենք ընդհանուր 50+1% ընդդիմադիր հայացքներով հասարակության ներկայացուցիչն ենք այստեղ, ընդհանուր ընդդիմադիր հայացքներով դեր։ Եվ մենք ասել ենք, որ Ալիևի սահմանադրությունը այսպես կուզենան անեն, այնպես կուզենան անեն, չունի ապագա։ Մենք տեսնում ենք խաղաղության գնալու տարբերակներ, որը երկարաժամկետ տեսնում ենք կհասնենք դրան, բայց իրա ասածով մի հատ մատը բարձրացնեն, մենք սահմանադրություն փոխենք, այդպես անընդունել է։ Հետապնդումներ, քրեական գործեր լինեն, այս դեպքում դուք վստահ եք ձեր քրեական գործերը հիմա էլ կա։ Պարոն Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր Պարոն Կարապետյան, դուք բացառում եք, որ ձեր թիմից կլինեն պատգամավորներ, որոնք կանցնեն ՔՊ-ի կողմ եւ կողմ կքվեարկեն։ Հաստատում եք, որ ուժեղ Հայաստանը կուռ է եւ հնարավոր չի լինի։ Պարոն Կիրակոսյան, այնքան ճնշում, որ մեր թիմակիցներն են անցել, կարծում եմ շատ քիչ ընդդիմադիրներ են անցել վերջի 8 տարվա ընթացքում։ Շատ քիչ ընդդիմադիր ուժեր։ Մենք մինչև գալ այստեղ բոլորի հետ պայմանավորվել ենք։ Եթե մարդ մտավախություն ունի իր անվտանգության կամ իր ազատության համար, սա այդ տեղը չէ։ Այստեղ մարդիկ գալիս են հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների, բայց մենք պատրաստ ենք դրան, կրում ենք դրա պատասխանատվությունը, պարոն Կիրակոսյան։ Բանավոր պայմանավորվածություն է եղել, պարոն Կարապետյան, թե գրավորել են իրենց համար։ Գրավորի կարիք չի եղել։ Պարոն Կարապետյան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից մեկը այսօր հերթական անգամ այն արտահայտությունը արեց, որ մշտապես կրկնում են 2021 թվականին իշխանությունը գետնին ընկած էր, ոչ մեկ չվերցրեց եւ խնդրում եմ օրինակ ասեք ինչու 2021-ին հավակնություններ չունեցաք գալ իշխանության ներողություն եւ վերցնել, որովհետեւ ավելի հեշտ չէր այդ ժամանակ, որովհետեւ այդ ժամանակ էլ էր իշխող ուժը խոսում կաթողիկոսին փոխելու մասին 2018 թվականից նոր Հայաստան, նոր Հայրապետ կարգախոսով շարժում կար, ինչու 2021-ին չհավակնեցիք ավելի հեշտ տարբերակով իշխանության գալ։ Շատ լավ, մեր նպատակը ամենասկզբից իշխանության արշավանքը եկեղեցու դեմ կանգնացնելն էր, եթե հիշում եք։ Այդ իսկ պատճառով մենք process-ի մեջ մտել ենք դրա համար։ Ուղղակի մեր իշխանական գործընկերներին մի հատ հարց կարելի է տալ։ Հիմա մենք նոր ենք մտել քաղաքականություն, թե կայինք քաղաքականության մեջ, որովհետև իրենցից կեսը գալիս ասում են դուք կայիք քաղաքականության մեջ, մեծ մասը գալիս ասում են նոր եք մտել քաղաքականության մեջ։ Մի հատ պայմանավորվեք, մենք էլ իմանանք, որովհետև մեր խմբակցության մեծ մասին նայում ենք, ոչ մի քաղաքական պաշտոն չի ունեցել։ Բոլորը այլ ոլորտներից են եկել։ Բոլորը նոր մարդիկ են։ Անգամ ազգային ժողով գալուց
մեծ մասը առաջի անգամ են ազգային ժողով, այսինքն հանրության կողմից գործուղված մարդիկ են, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չենք, բայց մենք կարծում ենք, որ հենց այդպիսի մարդիկ են բերում որակական փոփոխություն ազգային ժողովում։ Պարոն Կարապետյան, եթե կարելի է, Ադրբեջանի նախագահը Գրիֆիցը խոսել, հայտարարել է, որ խոսել եք այդ մասին, չգիտեմ, հայտարարել է, որ իրենց մասնագետները Հայաստանի այդ տարածքում, այդ 42 կիլոմետրանոց հատվածում ինչ-որ ուսումնասիրություններ են իրականացրել, նաև որպեսզի պատկերացում ունենան, թե որ հատվածներում լինեն այդ էլեկտրաէներգիայի այդ սյուները եւ այլն։ Ես ուզում եմ դեռ շատ հստակ չէ, նախ տեղեկություն էլ չկար ըստ էության, որ այդպիսի գործողություն է եղել, այսինքն այդտեղ ուսումնասիրություն են արել ադրբեջանցիները եւ այլն։ Ես կուզեի դուք ասեիք, այս բան հստակ չի, տարանցում է լինելու, թե ինչ որ նաև մենք Ադրբեջանից ստանալու ենք էլեկտրաէներգիա, դուք այստեղ ինչ որ ռիսկեր, վտանգներ տեսնում եք ընդհանուր առմամբ այս պրոցեսի հետ կապված գնահատական։ Իրենց այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել, մենք ցավոք տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ժամանակահատված կասեք, երկու ամսվա մեջ, այս երկու ամսվա մեջ։ Եվ ինչ վերաբերում է սուվերեն տարածք է, մեր ուժը ասում է, որ դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում եւ որևէ երկիր իրավունք չունի դա կոչել միջանցք։ Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով։ Եվ եթե իրենք ուզում են Հայաստանի տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդականության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար։ Իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն, եթե տեսնում են, որ ուզում են։ Մեր երկիրը պետք է շահի դրա մեջ։ Ինչպես մեր երկրի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն Վճարելու դուք որ նման մտահոգություն եք հայտնում եւ պարոն Կարապետյան, նախ այդ վճարման մասով ինչ տեղեկություններ ունեք եւ երկրորդը տարանցում է լինելու, այսինքն ձեր մասնագետների ենթադրման հեծի ինչ-որ թիմի հետ է Չեմ կարող ավելի մանրամասն այս պահին, քանի որ չունեմ այդքան մանրամասն, գիտեմ, որ ադրբեջանցիներ էին եկել Հայաստանի հարավային շրջաններ եւ դա մեզ անհանգստացրել էր, փորձել էինք ճշտել ինչի համար էին եկել։ Այդ իսկ պատճառով մեզ պատասխանեցին, որ այս պատճառներով էին եկել։ Բայց եթե մի երկիր յուրաքանչյուր երկիր հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից ցանկանում է Հայաստանի տարածքով, որ անցնի ինչ-որ գիծ, տրանսպորտային, լոգիստիկ, նա պետք է ուղղակի վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր սուվերեն տարածքով օդային գիծ անցկացնելու համար։ Ես ուղղակի շեշտում եմ, որ պետք է վճարվի։ Ես տեղյակ եմ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ելնելով, որ իրենք առաջարկում են, որ տարանցում լինի Հայաստանով եւ սպասում են Հայաստանի ղեկավարության սուվերենության հետ կապված եթե խնդիր չի լինում եւ արդարացի վճար է ստանում Հայաստանի պետությունը, կարելի է քննարկել։ Պարոն Կարապետյան, բայց իրականում